Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Թիմումներու ընթացքը միեդի մեջ, Քեսաբը Օսմանյան սահմանադրության օրերուն եւ 1909 ողբերգությունը, Բալյաներու ճարտարապետական ժառանգությունը Կոստանդնուպոլսո մեջ, Բաքուն կշարունակե ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը Արցախի մեջ, Մեծ Բրիտանիայի խորհրդարանը սկսած է Արցախի վերաբերյալ հետաքննություն, Ֆրանսան խոնարհեցավ Միսակ Մանուշյանի եւ անոր զինագիծներուն առջեւ, Կրկադոն գիտական արժեքով հանդիպում Հայաստանի եվրոպական համալսարանի մեջ, Արցախյան ոճի հավ։ Հարկելի հայրենագիցներ, մեծ եւ նշանակալի նորություն կա կապված մարդու իրավունքներու եվրոպական դատարան ներկայացված ծեր թիմումներուն հետ։ Վերջին շրջանին արձանագրված է նոր զարգացումներ, որոնք կրնան վճռորոշ նշանակություն ունենալ բազմաթիվ քաղաքացիներու գործերու ընթացքին համար։ Մանրամասները պիտի ներկայացվին բաց հանդիպման ընթացքին սույն թվականի փետրվար 28-ին։ Կհրավիրենք բոլոր հետաքրքրվողներուն մասնակցելու եւ անձամբ տեղեկանալու այս կարևոր գործընթացին մասին։ Մանրամասնության համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայք։ 1908 թվականի հուլիսին Օսմանյան կայսրության մեջ սահմանադրության հռչակումը, որտեղի ունեցավ Սուլտան Աբդուլհամիդ II-ի օրոք երիտ թուրքերու ճնշման պայմաններուն տակ, սկզբնապես ընդունվեցավ մեծ ողջավորությամբ։ Ազատության, հավասարության եւ եղբայրության խոստումները հույս արտնցուցին նաեւ Կիլիկիո հայության շրջանին մեջ, սակայն շատ չանցած այդ հույսերը վերածվեցան ողբերգության։ 1909 թվականի ապրիլին Կիլիկիո մեջ փրկած ճարտերը, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Ադանայի գոտորած, խլեցին դասնյակ հազարավոր հայերու կյանքերը։ Ողբերգական դեպքերը հասան նաև Քեսապ։ Տեղական իշխանությունները կվստահեցնեին, թե վտանգ չկա, սակայն կարճ ժամանակ ես զինված զորքերը հարձակեցան բնակավայրերուն վրա։ Գյուղերը ենթարկվեցան թալանի եւ հրթեհի, խաղաղ բնակիչները սպանվեցան, եկեղեցիներն ու դպրոցները քանդվեցան։ Հակառակ ուժերու անհավասարության քեսապցիները գազմագերբեցին ինքնապաշտպանություն, փորձելով ժամանակ շահել եւ ապահովել բնակչության փրկությունը։ Ժողովուրդը ստիպված եղավ լքել իր տուները, Աբաստան որոնելով լեռներուն եւ մոտակա գյուղերուն մեջ։ 1908-ին խոստացված ազատություն ու արդարությունը ընդամենը 1 տարի անց փոխվեցան արյունի եւ գրագի։ Քեսապի դեպքերը դարձան հայության թեմ գործադրված զանգվածային բռնություններու հերթական ողբերգական էջը, նախանշելով քալիք ավելի լայնածավալ աղետներու վտանգը։ Արևմտյան Հայաստանի մեջ Կոստանդնուպոլսո ճարտարապետական գերբարի ձևավորման մեջ անորանալի թեր ունեցավ Բալյաներու Քերթաստանը։ Գեսարիայի մայրաքաղաք տեղափոխվելով անոնք դարձան Արքունիքի գլխավոր ճարտարապետները եւ գերդեցին քաղաքի նոր թիմակիցը։ 19-րդ դարուն անոնք ղեկավարեցին գաստրության կարևորագույն շինարարությունները, կառուցելով պալատներ, մզգիթներ, եկեղեցիներ եւ հանրային շինություններ։ Ամենանշանավոր գործերն է Դոլմաբահչեի պալատը։ Եվրոպայի մեջ կրթությունը ստանալով անոնք համատրեցին արևմտյան ոճերը հայկական ավանդություններուն հետ, ձևավորելով եվրոպական շունչ ունեցող, բայց հայկական վարպետությամբ կերտված ճարտարապետություն։ Հակառակ հետական ըսեմացման փորձերուն Բալյաներու անունը մնաց քաղաքի պատմամշակութային ժառանգության փայլուն էջերեն մեկը։ Փետրվար 24-ին Լոս Անջելեսի շուրջ 200 հազարանոց հայ համայնքը մտահոգությամբ կհետևի Արցախի մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման։ 2023 թվականին Բաքվի ներխուժումն ու էթնիկ զդումները պատճառ դարձան ամբողջ հայ բնակչության բռնի արտագաղթին, դարեր շարունակ հայկական հողերեն։ Հազարավոր ընտանիքներ ստիպված լքեցին իրենց տուները եւ ունեցվածքը։ Այսօր վտանգված են պատմական հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերն ու հուշահամալիրները, որոնց ոչնչացումն ու յուրացումը կշարունակվի։ Միևնույն ժամանակ միջազգային հանրության արձագանքը սահմանապակ կմնա եւ հայ ժողովրդի դարաբանքը շատ անգամ կմնա անդեսանելի։ Արցախը կմնա աշխարհի հայրուն բարդականությունը կշեշտեն մասնակիցները։ Մեծ Բրիտանիա խորհրդարանին մեջ տեղի ունեցած է ճնշելով անցյալը մշակութային ժառանգության ոչնչացում խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկ դարգը, որը նպատակն է ուսումնասիրել 2023 թվականին ի վեր Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության եւ հաշվետվության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստին ելույթ ունեցած է Արցախի միության նախագահը, Արցախի հանրապետության մարդու իրավունքներու նախկին պաշտպան Արտակ Բեկլարյանը։ Հետաքննությունը կկատարվի միջազգային փաստաբաններու միության մարդու իրավունքներու ինստիտուտին կողմէ համագործակցության միջազգային իրավունքի, արդարադատության եւ հաշվետվության հարցերով համագուսակցական խորհրդարանական խմբագին եւ Հայաստանի հարցերով համագուսակցական խորհրդարանական խմբագին հետ։ Քննությունը պիտի քննարկե մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցներու եւ արգա իրավական արձագանքներու քարտեզագրում,
Թիմումներու ընդունման գործընթացի մեկնարկ, հանրային լսումներ փորձագետներու եւ վկաներու մասնակցությամբ, վերջնական զեկույցի հրաբարագում եւ շարունակական քննարկում Մեծ Բրիտանիա կառավարության եւ միջազգային հաստատություններուն հետ։ 2026 թվականի փետրվար 21-ին Մոնտրեի մեջ տեղի ունեցավ հիշադակի արարողություն նվիրված Միսակ Մանուշյանի եւ անոր 22 զինագիծերուն քննադատահարության 82-րդ տարելիցին։ Անոնք նացիստներուն կողմէ մահաբաճի ենթարկվեցան 1944 թվականի փետրվար 21-ին։ Ցերնարգը գայացավ Մելինե եւ Միսակ Մանուշյան հրաբարագին մեջ քաղաքային իշխանություններու, վետերաններու եւ հայկական համայնքի մասնակցությամբ։ Ելույթներուն մեջ ընդգծվեցավ, որ Մանուշյանի խումբը դարձավ ֆրանսական դիմադրության խորհրդանիշ, միավորելով տարբեր ազգություններու ազատամարտիկներ։ Խոսնակները զսկուշացուցին նաեւ ծայրահեղականության վտանգին մասին, շեշտելով, թե պատմությունը կրկնվելու իրավունք չունի։ 2024-ին Միսակ եւ Մելինե Մանուշյաներու աջունները վերահուղարկավորվեցան Բանտյոնի մեջ, դառնալով Ֆրանսայի ազգային հիշողության մաս։ 82 տարի անց անոնց պատկամը կմնա արդիական, խաղաղությունը ամենամեծ պայքարն է։ Փետրվար 19-ին Հայաստանի Եվրոպական համալսարանի քրատարանին մեջ կայացավ հանդիպում ցեղասպանագետ հետազոտող Արա Քաթիփյանի հետ։ Հանդիպման ընթացքին հեղինակն իր աշխատությունները նվիրեց համալսարանի քրատարանին, ներկայացնելով անոնց ստեղծման պատմությունը, առանցքային գաղափարներն ու աղբյուրագիտական նշանակությունը։ Ան նաև մանրամասն անդրադարձավ, թե ինչպես կրնան օգտագործվել գիրքերուն մեջ ներառված փաստաթղթային եւ վերլուծական նյութերը գիտահետազոտական եւ ուսումնական աշխատանքներու համար։ Միջոցառման ընթացքին ներկային միջազգային հարաբերություններու եւ իրավագիտության համալսարանի ուսանողներ։ Հանդիպումը ընթացավ ջերմ, մասնագիտական եւ բովանդակալից մթնոլորտի մեջ, դառնալով կրկադոնի հիշարժան իրադարձություններեն մեկը։ Արցախյան խոհանոցի կոհարներեն մեկն է Արցախյան հաբը։ Այս ուտեստը վկայություն կհանդիսանա դարաշրջանի գյուղատնտեսական առատության եւ բաղադրիչներու հմուտ համադրության մասին։ Արցախյան հաբը ոչ միայն համեղ ուտեստ է, այլ նաև վկայություն Հայաստանի հարուստ խոհարարական ժառանգության եւ Արցախյան դարաշրջանի առանձնահատուկ համերու մասին։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։